սահմանամերձ գյուղ է, սահմանամերձ գյուղում դպրոցում խնդիր է, բավականին լուրջ կոնֆլիկտ, որտեղ անգամ ոստիկանությունն է խառնվել, այն աստիճանի լուրջ, որ ասենք ծնողի եւ ուսուցչական կազմի միջև անգամ եղել է, այսպես ասենք, ներկայացրեք, անցեք բուն թեմային, պարոն Վանիկ, անցեք բուն թեմային ներկայացրեք։ Խնդիրը եղել է ուրեմն աշակերտների հանդեպ վատ վերաբերմունքը, տնօրենի ուսուցչական կոլեկտիվի կողմից ու այդ հարցը բարձրաձայնել ենք, այդ հարցի համար զանգահարել ենք, մինչև այսօր այդ հարցը լուծում չի ստացել, ավելին ասեմ, անգամ մրցույթ են անցկացրել անգլերենի ուսուցչի ու այն ուսուցիչը, որը որ ժամանակավոր պաշտոնակատար է եղել տվյալ դպրոցում, ինքը մրցույթի մասին տեղեկացված չի եղել։ Այսինքն ինքը իմացել է, որ ինչ-որ մրցույթ լինելու է, բայց իրան ասել են դե այդ քիմիայի մրցույթն է, քիմիայի դասատու չունենք, այդ մրցույթն է։ Ուղղակի մի օր գալիս է աշխատանքի, իրան ասում են մենք արդեն մրցույթը անցկացրել ենք, հաղթող կա, դուք աշխատանքից ազատված եք։ Ու այդ մարդուն ասել են հաջողություն, գնա տուն։ Այսինքն բաներ են անում։ Հա, այսինքն բաներ են անում ու ծանոթ բարեկամներով դպրոցում տեղավորում են, չգիտեմ, այնտեղ մարզպետարանը իր հերթին է իր ծանոթ բարեկամները խաղացնում, այսինքն հասկանում եք ոնց պատտվում ենք, այդ մտածողությունը, որ ինչ-որ, իդեպ ասեմ ժողովուրդ, այս մտածողության հարց է, նայեք հիմա, ես ես մի բան ասեմ, էլի, վաղը եթե ձեր որևէ մի բարեկամը մի որևէ պաշտոնի լինի ու գնաք ասեք ինձ մի գործ տուր ու ինքը չտա, դուք նեղանալու եք։ Գործ չէ, աթոռ։ Այդ համասեմ աթոռ տուրի։ Հա, դուք կնեղանաք, եթե ինքը չտա։ Ու այս փոխհարաբերությունները բերում է հասնում է այս իրավիճակին, այսինքն մտածելակերպի, մտածելակերպի սխալն է։ Այս մտածելակերպը պետք է նախ եւ առաջ փոխվի ու պետք է ամեն բան անենք, նախ նմանատիպ երևույթների դեմ լուրջ պայքար սկսենք եւ հետո մենք չեք հավատում Տիկին Սառա։ Հա? Ինչին չեք հավատում Տիկին Սառա։ Վանիկը փաստեր է ներկայացնում։ Ես էլ նույնպես։ Տիկին Սառան գրում է, որ ես չեմ հավատում։ Տիկին Սառա, եթե չեք հավատում, ես ձեզ խոստանում